Լինելու է գրող Էջմիածնի վրա, թե ոչ։ Ազգադավի և գլխավոր երետիկոսի տերերը Ստամբուլից և Բաքվից շտապեցնում են իրան։ Ըստ օդում կախված լուրերի, գալիք կիրակի օրը ամսի 28-ին Փաշինյանը իր երետիկոսների խմբակով, տարբեր ձևի սեկտանտներով, եկեղեցուց վտարված կենդանիներով պատրաստվում է գրոհել Էջմիածինը։ Ըստ այդ նույն տեղեկությունների, տիրադավների տասնյակը, այո, այն եպիսկոպոսները, որոնք կոպտում են լրագրողներին, խանգարում են հավատացյալներին և ալկոհոլ են օգտագործում Էջմիածնի տարածքում, հենց այդ տասնյակը պետքա լինի կենդանի վահանը Նիկոլի և իր ոհմակի առջև, որը գրոհելու է Էջմիածնի վրա։ Ոմանք կասեն, որ մենք ներկեր ենք խտացնում և հատուկ թեժացնում ենք դիսկուրսը, բայց ոչ, ժամանակն է համախմբվել գոնե եկեղեցու շուրջ, գոնե ձեր հայ քրիստոնյա լինելու շուրջ, որ տարբեր տեսակի անհամ երետիկոսները, սեկտանտները, կյանքի խոսքերը, հիցունականները, Եհովաները և այլոք չգրավեն ձեր և ձեր երեխաների ապագան, լինելով ընդամենը կուր կամակատար Փաշինյանի այն ցանկության, որ աթոռը միշտ մնա իր քամակի տակ։ Լավ եղեք, պինդ եղեք, համախմբված լինենք, միասին։